Դե Նիկոլի երկրում, Նիկոլի ժամանակներում ուրիշ բան նույնիսկ ակնկալել է անիմաստ էր, եթե հատկապես խոսքը վերաբերվում է Նիկոլա Պաշտ 1-ի։ Հիմա տեսեք, Նիկոլը 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրագայում ընդունեց, որ Արցախը Ադրբեջանի մաս է, Արցախը հանձնեց թուրքերին։ Հիմա կանգնել է ապաչկարը ասում է, որ արցախցիները իրենք են Արցախը հանձնել թուրքերին։ Հիմա ինչ-որ հայցով վճիռ են կայացրել ոմն մեկի նկատմամբ, օրինակ Ադոլֆ Հիտլերի, կներեք, որ այդ անունն եմ տալի, որպեսզի մարդկանց համար պատկերավոր լինի։ Ադոլֆ Հիտլերի վերաբերյալ քաղաքացիական հայցով որոշում վճիռ են կայացրել, բայց չգիտես ինչի կալանքի տակ է հայտնվել Գառնիկ Իսահակյանի ուրեմն գույքը։ 3 տարի է մենք պայքարում ենք, որ դահակը հարկադիր ոնց է կոչվում դրանց ամբողջական անվան ծառայությունը, ասում ենք ախպեր ինչ կապ ունի այն մարդը Իսահակյանի կամ Իսահակյանի հետ։ Եկեք որոշեք, ինչի եք, եթե դատարանը վճիռ է կայացրել Ադոլֆ Հիտլերի մասով, ինչի եք իմ գույքը կալանավորել։ Չէ, կապ չունի, այդ կալանքի տակ մնում է, ինչքան էլ բողոքում ես, դիմում ես տարբեր ատյարների, լուծում չկա։ Դու ստիված գնում ես վերաքննիչ, ասում ես ախպեր, այդ որ Ադոլֆ Հիտլերի հետ կապված վճիռ եք կայացրել, բայց իմ գույքն եք կալանավորել։ Եկեք այդ հարցը լուծեք։ Ահա, ասում եք, քանի որ դու եկար, վերաքննիչ դատարան, դիմեցիր, ուրեմն դու ընդունեցիր, որ այն Ադոլֆ Հիտլերի վերաբերյալ կայացրած վճիռը քեզ է վերաբերվում։ Հիմա օրինակ Իրանին ռմբակոծում են Իսրայելն ու Միացյալ Նահանգները։ Պատկերացնում եք, միջազգային դատարանը որոշում կայացնի, որ դրա համար պիտի պատժել Հայաստանին, Նիկոլի Հայաստանին։ Է ճիշտ կանի ուրեմն։ Սենց աբսուրդ, այսինքն մենք ստացվում է ինչ, երբ որ դիմում ենք, ասում ենք ախպեր ջան, այս մեզ չի վերաբերվում, ասում են, հա, քանի որ դիմեցին, ուրեմն վերաբերվում է։ Այս կարգի իրավական կազուս կա Հայաստանում, ուրեմն հարկավոր է այդ մասին մտածել։ Այսինքն դահակ ծառայությանը ասել այ դահակ ծառայություն, չեմ ուզում ուրիշ բառեր օգտագործեմ, որ չասեն դահակ ծառայությանը հայում ես։ Եթե քո մոտ եկել է վճիռ Ադոլֆ Հիտլերի վերաբերյալ, դու ինչ ես Ադոլֆ Հիտլերի գույքը կալանքի տակ առնելու փոխարեն Գառնիկ Իսահակյանի գույքը կալանքի տակ դրել։ Այդ տառը, այդ որ ասում են տառ է, հասկանում եք, մտնում եք, տեսակ ինչ ասես դատավորը շատ ճիշտ, որ մտել եք դատարան, պետք է նույնականացման քարտ բերեք, որպեսզի ապացուցվի, որ այդ ոչ թե Իսահակյանն է, այլ Իսահակյանն է, չէ։ Ինքը դա, բա հիմա դահակ գնացել է վճիռ դատարանի, որը վերաբերում է Ադոլֆ Հիտլերին, լավ Իսահակյանի գույքը եք կալանքի տակ դրել։ Հիմա դրել եք, այս մարդը ճար չունի 3 տարի է, ոչ կարողանում եմ մեքենայից օգտվել, ոչ կարողանում եմ ֆինանսական որևէ գործարք անել, ոչ մի բան չեմ կարողանում անել։ Իմ կնոջս ամբողջ եղած գույքը կալանքի տակ է։ Ես ստիպված գնում եմ ասում, ձեր ցավը տանեմ, մի հատ նայի եմ վերինալցյան։ Նայի, որ ես առաջի ատյանը, որ վճիռ է կայացել, դա ինձ չի վերաբերվում, բայց հարկադիր կատարողը իմ գույքն է կալանքի տակ դրել, հենց դու այդ բողոքը բերում ես, ասում եմ, հա, քանի որ բողոք բերեցի, ուրեմն դու ես։ Հիմա այս ողբերգությունը Հայաստանում, քանի որ դե իրավաբանները Սոփա Սաֆարյան, բանը, պատկերացնում են, Սահմանադրական դատարանի անդամներին նայեք, չէ, չոքերը թուլանում է։ Այդ կարգի մարդկանցով, բա այսքանն էլ հազիվ էլի, ես պետք է լփարտ տանք ասում, որ Ադոլֆ Հիտլերի վերաբերյալ կայացած վճիռը լավ է, ինչ որ մի կնոջ էլի չեն վերագրել, օրինակ մեր իմ բան Պապան հրեշտակ Աննա Ծառուկյանին այլ գոնե ինձ են վերագրել էլի։ Էլի դրանով փառք ես Տեր Աստված ամենազոր։ Ինչ ասեք ուրիշ, անհարմար է ուղղակի, անհարմար վիճակ է։ Բայց այսօր ես շատ բան սովորեցի, կարևոր էր, որ Աննա ժամանակին ասում էր, որ ախր շատ վտանգավոր է, եթե մենք վերաքննիչ դիմենք, դե կարող են նյուանսներ առաջանալ, պարզվեց